Դուք են ուժն եք, են հզորությունն եք, որից իրապես ամենօրյա ու ամենժամյա ռեժիմով սարսափում են իշխանության տարբեր մակարդակի բոլոր ներկայացուցիչները։ Մի հատ խնդրում եմ, որ ձեր ծափահարությունները ցույց տաք, որ դուք այստեղ եք Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ժողովուրդ, այսօր բոլոր են մարդիկ, ովքեր հավաքված են այստեղ, ու նաև վստահ եմ, որ տասնյակ հազարավոր մեր ուրիշ հայրենակիցներ, ովքեր ֆիզիկապես այստեղ գտնվելու հնարավորություն չեն ունեցել, ընդամենը ասում են մեկ բան. մենք դեմ ենք անարդարությանը, մենք թույլ չենք տալու գողանալ մեր ձայները, որովհետև ամենածածուկ, ամենագաղթի ձևով երբ գիշերվա մթության քոնի տակ գողացան 3000-ից ավել մեր հայրենակիցների ձայները, սա ընդամենը մեկ բանի մասին էր վկայում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուզում էր ասել. ես կարող եմ անել ամեն ինչ, ինձ ամեն բան թույլատրված է։ Հիմա այս մարդիկ, այն քաղաքական ուժերը, ովքեր պայքարում են միասնաբար, ասում են, որ ձեզ չի կարելի ամեն ինչ, որ այս մարդիկ դեմ են անարդարությանը։ Այստեղ խոսքը բացարձակապես այն մասին չէ, որ պայքար կամ կռիվ է գնում մեկ կուսակցության կամ երկու կուսակցության շահի համար։ Հավատացեք, դա որևէ էական նշանակություն ու դերակատարում չունի այն խայտառակության ու այն ամենաթողության համեմատ, որը տիրում է այսօր այս քաղաքական միջավայրում։ Իշխանությունը ասում է, ես կարող եմ անել ամեն ինչ։ Ես կարող եմ այսօր անբավեր ճանաչել 3 ընտրատեղամասի արդյունքները։ Վաղը հաջորդ արտահերթ կամ հաջորդ հերթական ընտրությունների ժամանակ, եթե իշխանությանը չգոհացնեն այդ տեղամասերի արդյունքները, ցավոք սրտի, իշխանությունը կրկին անգամ անելու է նույն բանը, անբավեր է ճանաչելու այդ տեղամասերի արդյունքները։ Եթե այսօր այս նիստում քննարկվող հարցին սահմանադրական դատարանը եւ սահմանադրական դատարանի դատավորները չտան դրական լուծում։ Ես ուզում եմ դիմել սահմանադրական դատարանի այն դատավորներին, ովքեր հավատարիմ են մնալու իրենց կոչմանը։ Դուք ունեք բացառիկ հնարավորություն եւ բացառիկ շանս ցույց տալու հայ ժողովրդին, միջազգային հանրությանը, տարբեր երկրներից գիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունների, դեսպաններին ցույց տալու, որ Հայաստանում արդարադատությունը վերջնականապես մեռած չէ, որ դուք կարող եք արդարացի որոշում կայացնել եւ իշխանություններին ոչ ասել, որ կարող եք անբավեր համարել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած ապօրինի որոշումը եւ կարող եք հետամուտ լինել օրենքի գերակայությանը։ Հակառակ պարագայում սահմանադրական դատարանի հարկերի դատավորներ, դուք ստիպված եք լինելու ապօրինության ու խայտառակության քարանը կրել ձեր վրա ամբողջ կյանքի ընթացքում։ Հուսով եմ դուք այդ ռիսկին չեք գնա։ Շնորհակալություն։